Ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երգչուհի Միլեն Կարանյանի հետ հանդիպումը դարձավ այն առիթը, որ կոմպոզիտոր Արա Գևորգյանի 3 նախագծեր գրանցվեցին համաշխարհային ռեկորդների գրքում։ Ձայնագրում էինք Ադանա երգը, որ Միլենը երգեց, եւ այդ շրջանակներում, քանի որ ես էլ ցուցադրեցի, ես էլ ունեմ արած աշխատանքներ, եւ իր մայրիկն ասեց, ինչու չես դա ներկայացնում համաշխարհային ռեկորդների։ Ես ասեցի դրա ոչ տեղը գիտեմ, ոչ էլ ձևը գիտեմ, ձևաչափը։ Նա ասաց ես կօգնեմ։ Աշխատանքները սկսվեցին, արդյունքը երկար սպասել չտվեց։ Առաջինը Երևան ստեղծագործությունն էր, որը գրվել էր Երևանի 2800-ամյակի առթիվ։ Երկու կանոնահարներով 200 հոգու համար վարձել էի աթոռներ, որպեսզի նստեն եւ այդ իրանց դիրքը վերևից երբ որ դիտում ես գրված է Երևան։ Հաջորդ ռեկորդային նախագիծը ամեն հայր սուրբ ստեղծագործությունն էր 112 դուդուկահարների մասնակցությամբ։ Այն նվիրված էր Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակին։ Դուդուկների պատմությունը շատ ավելի հետաքրքիր ստացվեց, որովհետև Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանն էր նշվելու օպերայի դահլիճում եւ ես վարպետին առաջարկեցի 90-ամյակ 90 դուդուկով գալիս եմ շնորհավորելու։ Ասեց Արա ջան, անհնար բան ես ասում։ Տենց բան ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Եկան 112 հոգի։ Եվ այդ 112 հոգով օպերայի բեմահարթակի վրա նոտաներն էլ վերցրել էի մեծ մայստրո Հովանես Չեքիջյանից, ամեն հայր սուրբ ստեղծագործությունը Մակար Եկմալյանի եւ ղեկավարեց Հրաչ Նազարյանը։ Երրորդ ռեկորդը բաս կանոնի ստեղծումն էր։ Նման գործիք աշխարհում չկար։ 20 օրում այն պատրաստել է վարպետ Ալբերտ Զաքարյանը կանտրաբասի լարերով։ Եվ վարպետը ասեց, որ պետք է ուսումնասիրի դաշնամուր քանդի։ Բերել եմ դաշնամուր քանդելա, կանտրաբասա ուսումնասիրել, բայց ինձ խնդրեց, որ փայտը եթե հնարավոր է, բերենք Սև ծովի ափից։ Ուրեմն իմ ընկերոջ Լևոն Մկրտչյանի հետ միասին գնացել ենք Տուապսե եւ այնտեղից բերել ենք այդ տախտակները։ Տախտակներով անցել եմ Մաքսատուն։ Այս Մաքսատան աշխատողները զարմացել էին, որ ես տախտակներով եմ անցնում։ Ուրեմն բերեցի 6 գործիք պատրաստելու համար այդ տախտակները, վարպետը շատ ուրախացավ, որովհետեւ ինքը հատուկ Տուապսեից խոսեցինք, ասեց ինչ տեսակ կտրեն, որ մասից կտրեն ծառի, եւ դա Սև ծովի ափի թղթի էր։ Գաղափարը ծնվել էր ավելի վաղ, մուժ ստեղծագործությունը ձայնագրելիս, երբ Արա Գևորգյանը նկատել էր, որ ընդհանուր ներկապնակում պակասում են խոր բասային հնչյունները։ Այդպես էլ ծնվեց բաս կանոն ստեղծելու գաղափարը։ Եվ ես, քանի որ կանոններով էի ուզում միայն դա այդ ստեղծագործությունը հնչի, Google-ով փնտրեցի կանոն, բաս կանոն։ Ինչ կարող եմ ավելացնել այդտեղ, ինչ գործիք։ Ամբողջ այդ Google-ը փնտրելուց հետո ասի, ուրեմն եկեք ստեղծենք։ Բայց Արա Գևորգյանն այսքանով չի սահմանափակվում, նա պատրաստվում է ներկայացնելու համաշխարհային 4-րդ ռեկորդը 1000 դհոլահարների մասնակցությամբ մի ստեղծագործություն, որը պետք է հնչի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին։ Ինքը երաժշտություն ընդհանուր առմամբ եւ մեր այսօրվա իրավիճակում սևի սպիտակի կռիվնա։ Այդ ներկայացված դհոլներով սև դհոլահարներ եւ սպիտակ դհոլահարներ իրար կներեք արտահայտության համար իրար հայհոյում են նվագելով։ Այս հայհոյանքները վերջում ընդհատվում են տարած հակած կնոջ ճիչով, ոնց որ վերջ տվեք, եւ այդ ճիչից հետո բոլորը դառնում են հայկական տարած հակած դհոլահարները եւ նվագում են մեր ավանդական քոչարու ռիթմը։ Քոչարի ռիթմը, որ բոլորը խփում են միասին, այսինքն միավորվեցին, խոսքները մեկ եղավ, ել չեն հակադրվում իրար հետ, բոլորը տարած հակած նույն ձևի, եւ այդտեղ մտնում է Տեր Ողորմյան։ Մեկ ամբողջական հատված ավարտելուց հետո մտնում է քոչարին զուռնաներով
Եվ ոնց որ բարի խմբերով գալիս է շրջապատվում են այս բոլոր դհոլահարները եւ վերևից մենք կարդում ենք, երբ որ նայում ենք դրոնից, կարդում ենք գրված է սեր։ Զրուցում ենք նաև Արցախ ստեղծագործության մասին, որի հեղինակային իրավունքը տարիներ շարունակ վիճարկվել է։ Արցախը հնչել է ադրբեջանական ֆիլմերում, իսկ 2015 թվականին Բաքվում անցկացված եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ այն ներկայացվել է որպես ադրբեջանական։ Ամենուր հնչում է իմ կատարումը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումը, նույն ձայնը, որտեղ դուդուկի նվագը նվագում է Ջիվան Գասպարյանը, Նորայր Շարոյանն է դհոլահարը, Կարո Սարաֆյանն է գիտարահարը, Գագիկ Թորոյանն է բաս գիտարահարը, եւ այս ամեն ինչը ադրբեջանցիք ներկայացնում են իմ նվագը, բայց գրում են տակը Ֆիկրետ Ամիրով եւ այդ Ֆիկրետ Ամիրովի տղան, որը բարեբախտաբար ջազմեն երաժիշտ անձնավորություն է, ասեց ես արդեն հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց։ Իմ հայրը չի գրել այդ երաժշտությունը։ Գևորգյանը պատմեց, որ ընկերների օգնությամբ ադրբեջանական մամուլում հրապարակումներ են գտել, որոնք հերքում էին այդ ստեղծագործության ադրբեջանական լինելը։ Եթե դուք վերագրում եք, որ դա գրել է ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիկրետ Ամիրովը, ապա ես ձեզ ցուցադրում եմ 98 թվականի հեղինակային իրավունքների փաստաթուղթը, 99 թվականի իմ առաջի ելույթը Արցախը կատարելով, իմ ձայնասկավառակը, որ Արցախ երաժշտությունը արդեն հնչում է 99 թվականից, ապա խնդրում եմ ցույց տվեք այն աղբյուրը 98 թվականից առաջ որտեղ է հնչել ձեր Ֆիկրետ Ամիրովի կատարմամբ, որ ես լսել ու գողացել եմ։ Բայց ես այդ ամեն ինչին կներեք հասա մենակ, թակելով մեր բոլոր պատկան մարմինների դռները։ Համաշխարհային ռեկորդները Արա Գևորգյանի համար ոչ թե մրցակցության առարկա են, այլև հարգանք աշխատանքի, գաղափարի եւ հայկական հնչյունի նկատմամբ։ Կոմպոզիտորը վստահ է, հայկական երաժշտությունը կարող է հնչել ամենաբարձր հարթակներից, պահպանելով իր ինքնությունն ու ազգային ոգին։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։